մեկնաբանությունը այն է, որ ամեն ինչը արվել է փոխադարձության սկզբունքով, այսինքն ինչպես որ ադրբեջանական կողմից են ներկա գտնվել Հայաստանում եւ եկել են Հայաստան ուղիղ չվերթով ինքնաթիռով, նույն ուրեմն որոշումը կայացվել է իրականացնել նաեւ հայկական կողմից, սա առաջինը։ Երկրորդը ես ուզում եմ նշեմ, որ երևի բոլոր գործընկերների համար կասեմ, որ սա չափազանց պարտավորեցնող է նաեւ մեզ, երբ որ ուրեմն նման քանակությամբ ռեսուրսներ են ներդրվում այս միջոցառումների մեջ, եւ երրորդ բանը, որ կուզեմ ասել այս թեմայով, մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք նաեւ այլ ռեսուրսներ ներգրավել այս նախաձեռնությունները իրականացնելու մեջ, ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ որպես լինեն, այլ նաեւ միջազգային գործընկերներից, միջազգային կազմակերպություններից, որպեսզի հարկատուների հաշվին տեղի ունեցող միջոցառումների բեռը թեթևացնենք, այսպես ասենք։ Դա ինքնաթիռ հետ կապված, նաև նկատեցի բավականին մեծ հարցեր անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչպես որ Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատկան մարմինները ներգրաված էին այցի կազմակերպման եւ անվտանգության ապահովման մեջ, այդ առումով պետք է ասեմ, որ մենք հարցրել ենք իհարկե մեր ադրբեջանցի գործընկերներին, իրենք ինչպես էին իրենց գում Երևանում եւ իրենք պատասխանել են բավականին անվտանգ, նույնը կարող եմ ասել նաև մեր մասով, ուրեմն անվտանգության վերաբերյալ։ Ուրեմն ինչպես նշեցի, այցերը շարունակվելու են, այսինքն լինելու են թե հայկական պատվիրակություններ Ադրբեջանում, թե ադրբեջանական պատվիրակություններ Հայաստանում։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն բառացի ուղիղ մեսեջներն են, որոնք ինչպես նշեցի, Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Ես ուզում եմ նաև մի քանի մեկնաբանություն անել այն արձագանքների հետ կապված, որոնք մենք տեսնում ենք թե Հայաստանում իրականում, թե որոշ չափով նաև Ադրբեջանում։ Դա բարկությունն է, չվստահությունն է, նեղսերտվածությունն է եւ այլն, ինչը բավականին բնական է մեր գնահատմամբ 35 տարվա նման մակարդակի, նման խորության թշնամանքից, ատելությունից, դեհումանիզացիայից, ապա մարդկայնացումից հետո երևի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միակ կոնֆլիկտը չէ, որտեղ այս ֆենոմենները տեղի ունեցել, բայց ինքը իր ատելության մակարդակով եւ թշնամանքի գեներացման մակարդակով ինչ որ չափով նաեւ այո ունիկալ կոնֆլիկտ է եւ